Անվանի թավջութակահար Հայաստանի վաստակավոր արտիստ Նարեկ Խախնազարյանը վարպետության դաս է անցկացնում Ալեքսեյ Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցում։ Լսում է ապագա թավջութակահարների կատարումները, խորհուրդներ տալիս, շտկում, ուղղորդում։ Իդեպ այդ ամենը շատ անմիջական ու հումորով համեմված։ Ընդհանրապես, երբ որ թավջութակի վրա նվագում ես, դա շատ բարձր չես գնում, իհարկե դեռ դա չես սովորել, սովորել ես բարձր պոզիցիաներ։ Նայելու կարիք չկա, նայելը խանգարում ավելի շատ, որտեղ թավջութակը պետք է զգալ մկանային, մատերի բաներով, բացիկներով եւ ձեռքի արմունկով այս մկանով։ Երկրորդ դասարանցի Մարտինը փորձառու թավջութակահարին ուշադիր է լսել, ասում է լարված չէր ու ամեն ինչ մտապահել է։ Ինքը ասում էր, որ ոտերը լարված է, ուրեմն մեջքն էլ է լարված, եթե մեջքը լարված է, ձեռքերն է, եթե ձեռքերը, ուրեմն մատները։ Դայանան Մարտինից մեծ է ու նրա համեմատ կրկնակի երկար, 4 տարի է սերտել գործիքին տիրապետելու հմտությունները։ Խախնազարյանն արդյունքը նկատեց, բայց ցուցումներ էլ ուներ։ Շատ հանգիստ ձևերով բացատրում էր կամ որոնք պետք են գալու հետո, ոչ միայն հիմա, ու այնպիսի բաներ, որ միայն դրանք էր պետք։ Կային օրինակ ֆալշ, որ նվագում էինք, այդ կանցներ չեր մնա, կպարապեին կանցներ, բայց օրինակ վիբրացիաներ անելու համար պետք է իմանալ ինչպես անել։ Վարպետության բուն դասը թավջութակի դասարանի 2 սովորողների հետ է։ Մյուսները հետևում են ընկերների նվագին ու լսում Խախնազարյանի դիտարկումները։ Ես համարում եմ, որ աշխատանքի process-ը ամենապրոդուկտիվ եւ ամենաճիշտը դա ինդիվիդուալ մոտեցումն է, ոչ թե խմբային։ Եթե մենք խոսում ենք իհարկե թավջութակի դասերի մասին։ Վարպետության դասին հետևող Աննան ասում է կատարվողն իրեն շատ հետաքրքիր է եւ ուսանելի։ Ես իրականում վիբրացիա անել չգիտեի, ես սովորեցի ոնց է կանում վիբրացիան, ձեռքը պիտի թույլ պահենք ու անցած sense անցրանենք։ Վարպետության դասն անցկացվում է Երևանի քաղաքապետարանի արտիստը դպրոցին ծրագրի շրջանակում։ Շատ ոգևորված եմ, շատ ոգեշնչված եմ, որովհետև մեր պատանի տաղանդների հետ աշխատելը շատ մեծ երջանկություն է իմ համար եւ այս ծրագիրը շատ լավ հնարավորություն է տեսնելու եւ իմանալու, ճանաչելու մեր ապագան թավջութակային կարելի ասել։ Ութեպետ անվանի երաժիշտը կրտսեր երաժիշտների հետ աշխատելիս խորհուրդներ տալիս է հնդածս ըստ իրավիճակի մի ընդհանուր բան ամեն դեպքում կա։ Ինդիվիդուալ մոտեցում է, բայց այս մի քանի օրվա փորձից ելնելով եւ երեխաներին լսելով ես հասկացա, որ երևի մի հատ տենց ընդհանուր խորհուրդը որ պետքա տամ, ուղղակի որ պարապեն։ Որտեւ մենք հայերս շատ տաղանդավոր ազգ ենք եւ երբեմն այդ տաղանդը մեզ բանանում թույլատրում է մեր աշխատասիրությունը, մտածում ենք կստացվի բանկանի, բայց երաժշտությունում աշխատանքը ոնց որ տաղանդը պետքա բազմապատկել աշխատանքի։ Պատանի երաժիշտների համար նաև շեշտում է կարևոր է մշտապես զարգանալն ու ինքդ քո առաջ անհասանելի թվացող չափանիշ դնելը, որովհետև միայն այդ դեպքում է հնարավոր մեծ արդյունքի հասնել։ Արտիստը դպրոցին ծրագիրը մեկնարկել է 2023 թվականի վերջից։ Նախորդիվ վարպետության դասեր են անցկացրել դաշնակահար Հայկ Մելիքյանը եւ օպերային երգիչ Բարսեղ Թումանյանը։ Ոչ միայն այդ վարպետության դասերը կարևորություն են լինում, այլ նաև շփումը նման արտիստների հետ արդեն իսկ շատ ոգևորիչ է եւ ուսուցողական, որովհետեւ բացի բուն վարպետության դասերը լինում են հանդիպում զրույցներ այդ արտիստների հետ, որը նաև կողմնորոշիչ է լինում իրենց ապագա եւ ընտրած մասնագիտության համար, որովհետեւ այն արտիստները, որոնք մասնակցում են այս ծրագրին, ունեն լրջագույն միջազգային մասնագիտական եւ կյանքի փորձ, որով էլ նաեւ կիսվում են այդ երեխաների հետ։ Գոշ Սարգսյանը կարծում է ծրագրի առաջացրած ոգևորությունն ու արդյունավետությունը ձնագնդի էֆեկտով պետք է մեծանան ու կրթության ոլորտում կարևոր դերակատարում ունենան։ Վարպետության դասերն ամփոփվում են գալահամերգով։ Ընտրվում են լավագույն երեխաները, այդ շրջափուլից հետո արտիստը պարապում այդ երեխաների հետ եւ մեծ գալահամերգ են ունենում։ Դա նաեւ լուրջ քայլ է, իրանք նվագում են նման արտիստների հետ կամ երգում են։
Արտիստը դպրոցին ծրագրի հաջորդ շրջափուլը նախատեսված է աշնանը, թե ով է լինելու այն արվեստագետը, որը հերթական վարպետության դասերը կվարի, կհայտարարվի ավելի ուշ։ Աննա Զախարյան, Արտակ Գևորգյան, լուրեր։